Բարև ձեզ, Civic AM-ի եթերում զրուցելու ենք քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Զարուհի Պաթոյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Պաթոյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Պաթոյան, ինչպես գիտենք, Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը ժամանեց Հայաստան։ Ինչ օրակարգ ունի Վենսի ժամանումը, սա Միացյալ Նահանգների ամենապարծաստիճան պաշտոնյանն է, որ երբևէ գալիս է Հայաստան, ինչ սպասենք։ Իհարկե շատ կարևոր այց է սա, որովհետև մենք գիտեք օգոստոսի 8-ից հետո առանձնակի կարևորություն ենք տալիս թրիփին եւ հատկապես տնտեսական ուրեմն օրակարգին եւ տնտեսական ներդրումներին։ Ես կարծում եմ իհարկե սա ավելին է, քան այս տնտեսական ներդրման ուղղված քայլերը, քննարկումները, վստահ եմ, որ դրա մասին եւս կլինեն ուրեմն քննարկումներ, բայց սա նաև կարևոր այց է, ցուցանիշ մեր միջազգային համագործակցության եւ մեր միջազգային ասպարեզում ունեցած արդյունքների, որովհետեւ բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականության իմաստով մենք եւս մեկ անգամ ցույց ենք տալիս, թե որքան բաց է Հայաստանի Հանրապետությունը միջազգային համագործակցության համար եւ որքան կարեւոր են այս համագործակցությունները հատկապես օգոստոսի 8-ի իրադարձություններից հետո։ Այսինքն կարող ենք Տիկին Պաթոյան արձանագրել, որ Միացյալ Նահանգներ Հայաստան ռազմավարական գործընկերության այդ փաստաթուղթը կյանքի է կոչվում նաեւ այսպիսով եւ սին էին այն խոստումները կամ խոսակցությունների ներողություն, որ Միացյալ Նահանգները տարածաշրջանում կամ Հայաստանի հետ շահեր չունի։ Միանշանակ, որովհետև հիշեցնեմ, որ նաև խոսում են այն մասին, որ ընդհանրապես փաստաթուղթ է ստորագրվել է եւ նաև նախագահի փոփոխությամբ, այլ փոփոխություններով կարող է քաղաքականությունը փոխվել առանց նկատի ունենալու, որ մենք խոսում ենք ԱՄՆ-ի նման երկրի մասին, որտեղ ռազմավարական համագործակցությունը, քաղաքականությունները եւ ընդհանրապես այս ամենը ժողովրդավարական սկզբունքների հիման վրա նաեւ համագործակցությունը միջազգային ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դրված եւ սա եւս մեկ առիթ է ուղղակի նաեւ ցույց տալու, որ դրանք պարզապես սին խոսքեր չեն եւ հերթական քայլը այդ համագործակցությունը ամրապնդելու եւ հողի վրա նոր արդյունքներ ունենալու շատ չի ուշանում։ Տիկին Պաթոյան, դուք խոսեցիք տնտեսական թեմաներից, նշելով, որ սա նաեւ տնտեսական բաղադրիչ ունի եւ այդ օրակարգն առաջ մղվելու հրանակարները լինելու այդ իմաստով, այս դաշտում, քաղաքական դաշտում դեռ չէ, բայց հիմա կհայտնվի մի քաղաքական ուժ, որը տրկամավորական շարժման ձևաչափում է իրեն դրսևորում ու որը խոսում է տնտեսության մասին, ասում է, որ իրենք տնտեսության առումով շատ ուժեղ են, կգան իշխանության եւ տնտեսությունը կհզորացնեն Հայաստանի, խոսքը մեր ձևով շարժման մասին է, որը կուսակցություն է դառնում եւ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ըստ էության ու ասում է դուք լավ չեք տնտեսությունից, ձեր թիմը լավ չի տնտեսությունից, իրենք կգան տնտեսական խնդիրները կգցեն տեղը։ Ես կարծում եմ, որ մի փոքր շփոթմունք կա այդ քաղաքական թիմի պատկերացումներում եւ այստեղ այդքան էլ խոսքը տնտեսության մասին չէ, որքան գուցե բարեգործության, որքան բիզնեսի։ Այդ իմաստով գուցե իրենք լավ են, չեմ կարող վիճել, բայց տնտեսությունը մի փոքր այլ բան է եւ ես այդքան էլ չեմ կարող, իհարկե ես մասնագետ չեմ տնտեսական ոլորտի, բայց երբ մենք խոսում ենք օրինակ փոքր բիզնեսին հարկերից ազատելու մասին, շատ պարզ հարց է ինձ մոտ առաջանում, թե ինչու պիտի օրինակ փոքր բիզնեսը ձգտի ավելի մեծանալ, հա? Չի ձգտի ձեր հուսով։ Իմ կարծիքով այո, նորից եմ կրկնում, ես մասնագետ չեմ ոլորտի, բայց նման պարզ հարցադրումները կարծում եմ շատ քաղաքացիների մոտ կարող են առաջանալ եւ նույնիսկ այս պարագայում մենք հասկանում ենք, որ այստեղ խոսքը ոչ թե տնտեսական ներդրումների մասին է, այլ պարզապես բիզնեսի, ինչը բնականաբար հեռու է եւ պետք է հեռու լինի քաղաքականությունից։ Այլ բան, որ մենք քաղաքականության միջոցով պիտի նպաստենք, խթանենք տնտեսական զարգացմանը, բիզնեսի ազատ գործունեությանը, բայց այստեղ ես կարծում եմ, որ բավականին լուրջ խնդիրներ ունեն եւ ես դեռևս որևէ լուրջ առաջարկ ամենայն դեպս չեմ տեսել այդ ուժի կողմից եւ մենք հստակ գիտենք, որ այո, այդ ուժը համենայն դեպս Կարապետյանների ընտանիքը բարեգործական ծրագրեր է իրականացրել եւ հիմա նաեւ հասկանում ենք, թե այդ բարեգործական ծրագրերը հետագայում ինչին պետք է ուղղված լինեին կամ ինչին են ուղղված, որովհետև թույլ տվեք ասել, որ բարեգործությունը պիտի տեղին լինի եւ պետք է ուղղված լինի ինստիտուտներին։ Եվ այս իմաստով ես կարծում եմ, որ
շատ հաճախ իրենք շահարկում են այն ծրագրերը, որոնք իրենք իրականացրել են Հայաստանում, որոնք ուղղված են եղել գուցե սոցիալական խնդիրների լուծմանը, բայց որոնց միջոցով իրենք հիմա փորձում են դիվիդենդներ շահել եւ խոսել տնտեսական ակտիվության մասին։ Հաջող բիզնես վարելը չի նշանակում տնտեսական ոլորտում լավ քաղաքականություն մշակելու հմտություն ունենալ։ Բայց տեսեք բազմաթիվ ծրագրեր են առաջարկում, մինչև խոսում էին վարչապետի իրենց վարչապետի տեխնացուի, որը դառնա, եթե դառնա վարչապետ, ապա 1 դրամ աշխատավարձ է ստանալու, հետո պարզ դարձավ, որ 10 տարում 10 դրամ աշխատավարձ է ստանալու, ավելի իջեցրեցին աշխատավարձը, 3 լուրջ քաստի եթերում իրենց թիմակից Ալիկ Ալեքսանյանն ասում էր, որ նախարարներն էլ պարգևավճար չեն ստանալու, միայն աշխատավարձով են ապրելու եւ քանի որ ցածր են աշխատավարձը, մոտ 700,000 դրամ է կարծես նախարարի աշխատավարձը, ապա իրենք ծրարով Սամվել Կարապետյանից կստանան այդ օժանդակությունը կամ իրենք այնքան ապահովված կլինեն, որ կարիք չեն ունեն այդ աշխատավարձի, այսպեսի ու քանի որ Հայաստանը գտնվում է վատ վիճակում տնտեսական, քանի դեռ Հայաստանում կան աղքատ մարդիկ, ապա դուք ինչ խղճով եք ընդհանրապես պարգևավճար եւ աշխատավարձ ստանում։ Ես ուզում եմ հիշեցնել, որ պարգևավճարը այս պահին աշխատավարձի կամ աշխատանքի դիմաց մարդուն վճարելու ձև է, քանի դեռ մենք չունենք հանրային բարեփոխման ավարտված գործընթաց, որովհետեւ իսկապես պետական կառավարման համակարգում աշխատավարձերը դեռևս շատ ավելի ցածր են, քան մասնավոր սեկտորում։ Եվ իհարկե զարմանալի չէ, որ այդ բիզնեսից եկող մարդիկ այդ քաղաքական ուժը այլ ինչ որ ձևեր պիտի փնտրի, օրինակ նախարարներին վճարելու համար, հա, դրա փոխարեն այո, պետք է աշխատավարձերը բարձր լինեն քաղաքական գործիչների եւ պետական կառավարման համակարգում աշխատող մասնագետների, որպեսզի իրենք արդյունավետ կառավարեն։ Ինչ վերաբերում է 1 դրամով վարչապետի աշխատավարձին աշխատելուն, ես կարծում եմ, որ սա էլի շփոթմունք է, պետք չէ շփոթել լավությունը ծառայության հետ։ Իսկ մեզ պետք չէ որևէ մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որ իրեն լավություն անի եւ գա ուղղակի վարչապետ աշխատի իր համար։ Ոչ։ Մեզ հարկավոր է ունենալ արժանապատիվ աշխատավարձ բոլոր մարմիններում, պետական մարմիններում, իսկ նախարարները, վարչապետը եւ բարձր պաշտոնյաները ավելի լուրջ եւ ավելի ռիսկային որոշումներ են կայացնում։ Այսինքն իրենց կայացրած որոշումների լրջությունը եւ պատասխանատվությունը ավելի մեծ է եւ սա է պատճառը, որ իրենք բնականաբար նաև պարգևավճարներ են ստանում, բայց ուզում եմ հիշեցնել, որ այստեղ մենք չենք խոսում միայն բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների մասին, այլ ամբողջ համակարգի։ Հետևաբար, այս լուծումները, որոնք որ մենք հիմա տալիս ենք, դրանք ուղղված են այո, աշխատանքի դիմաց մարդկանց վճարելուն եւ թող չզարմացնեն այն իմաստով, որ մարդը պիտի անվճար աշխատի, ինչպես ասում են, անվճար միայն պանիրն թակարդում, այո։ Տիկին Փաթոյանն անդրադառնանք նաև վերջերս շատ աղմուկ բարձրացրած այդ սկանդալային կարելի ասել լուրջ նույնություն ոդկասթներից մեկում, երբ Սամվել Կարապետյանի որդին սեքսիստական բնույթի հայտարարություններ կատարեց եւ որը Տիկին Փաթոյանը իմ տպավորությամբ արձագանք այնպեսին չէ, որը ես կսպասեի, օրինակ ես իմ օրինակով գիտեմ, եթե թեկուզ հումորային մի փոքր սեքսիստականին մոտ արտահայտություններ եմ թույլ տալիս, բազմաթիվ հիմնականում կանայք, ֆեմինիստ դիրքավորված գալիս են, հակադարձում են, լրջացնում են, կռիվ են սարքում նույնիսկ եւ այլն, բայց այս դեպքում կարծեք Facebook-ը լուր էր, մի քանի անդրադարձ եղավ կանանց կամ իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունից եւ մեկի արձագանքն եմ ընդհանրապես տեսել։ Չէ, ես համաձայն չեմ, կոալիցիան է արձագանքը, կոալիցիան մի քանի կազմակերպությունների եւ անձանց իհարկե միավորում է, բայց օրինակ իմ շրջապատում ես տեսել եմ, այսինքն այնքան մեծ էր օրինակ արձագանքը, ես ինքս որևէ գրառում չեմ արել, որովհետեւ շատ կարծում եմ մեծ էր արձագանքը եւ լրատվամիջոցները եւ Facebook-ում եւ նույնիսկ միջազգային մամուլն է անդրադարձել, կարծում եմ բավականին մեծ է ու շատ կարեւոր է սա, եւ սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե այդ նորաստեղծ քաղաքական ուժը կամ միավորումը, որը հայտ է ուզում ներկայացնել, որքան հեռու է մեր հասարակությունից, որքան քիչ է ճանաչում մեր հասարակությանը, հա, այսինքն իրենք բնականաբար
մեզ չափում են իրենցով, իսկ հասարակությանը, հայ հասարակությանը իրենց մտածողությունը եւ այլն չափում են այն կրթությամբ եւ դաստիարակությամբ, որ իրենք են ստացել, սա եւս մեկ չափանիշ է կարծում եմ ցույց տալու, թե որքան հեռու են նրանց պատկերացումները մեր հասարակությունից, մշակույթից եւ ընդունված նորմերից ու մոտեցումներից։ Բայց համաձայն չեք, որ գոնե այնքան չեղավ, որ իրենք նույնիսկ ներողություն չխնդրեցին, որովհետև նշեմ, որ Նարեկ Կարապետյանը արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում տված հարցազրույցի ընթացքում ասում էր, որ դե այդ մարդու ասածները որևէ հետևանք չեն ունեցել ի տարբերություն ձեր իշխանության, Տիկին Պատվարյան, երբ ձեր ասածները, ձեր հայտարարությունները, արտահայտությունները մարդկային կյանքեր են արժեցել, պատերազմների են հանգեցրել եւ այլն եւ այլն, այս մարդը ով է հիմա տղա է իր համար արտահայտություն արել, ինչ մի խառնվել եք իրար։ Եթե ով արտահայտություն արել, պետք է իր տանը գոնե առնվազն աներ կամ ընկերների շրջանում, որը պիտի եթեր չհեռարձակվեր։ Այսինքն եթե մենք խոսում ենք հանրային խոսքի մասին, նույնիսկ պարզապես սոցիալական մեդիայում տեղադրելու, հրապարակելու, այստեղ մենք պիտի զգույշ լինենք եւ այո, հասկանալը, որ դու քաղաքական թիմի անդամ ես կամ ասոցացվում ես առնվազն։ Ալիկ Ալեքսանյանը ասում էր փոց են անել տղերքով։ Դե դա եւս հումորը եւս այդպիսի սեքսիստական վերաբերմունքի եւ դրսեւորում է մոտեցումների ոչ մի տարբերություն, բայց ես ներողություն խնդրելու փորձ եմ տեսել համենայն դեպս Կարապետյանի կողմից, որը իհարկե ավելի շատ ափսոսում էր այդ վրիպակի իր խոսքով վրիպակի համար կտրված է եղել, թե կոնտեքստից կտրված չներ, կհասկանայիք, որ որևէ խնդրալուց բան չի ասել։ Դե իհարկե սա արդեն անլուրջ է, բայց ես ուզում եմ նշել, որ ընդհանրապես քաղաքական դաշտում սխալների համար, այդ թվում հանրային խոսքի, ինչը շատ կարևոր է մեր օրերում հատկապես, երբ մենք խոսում ենք սեքսիստական, բառապաշարով, ատելության խոսքի միջոցով, մեր քաղաքական դաշտում ընդունված չէ ներողություն խնդրելու մշակույթը, անկեղծորեն ներողություն խնդրելու եւ ոչ թե արդարանալու։ Եվ վերջին թեման իրենց հետ կապված, լեզվի հետ կապված հարցերին առաջացել եւ 2021 թվականին միջոցառումներից մեկի ընթացքում Սամվել Կարապետյանը նշել էր, որ դեմ չէր լինի, եթե Հայաստանում ռուսերենը եւ անգլերենը հանդիսանային որպես պետական երկրորդ եւ երրորդ լեզուներ եւ հիմա վերաթարմացվել այդ քննարկումները դուք սրա մասով ինչ կասեք, որովհետև դուք այդ թեմայով եւս զբաղվել եք ժամանակին կամ բարձրաձայնել եք կոնե այդ խնդիրների մասին։ Ես կարծում եմ, որ դա նախ կարգավորվում է օրենքով եւ պետք է հասկանալ արդյոք մենք դրա կարիքը կամ պահանջարկը ունենք։ Այսինքն Հայաստանում մենք ունենք իհարկե ազգային փոքրամասնություններ, որոնք իրենց լեզուն ուսանում են, կրթություն են ստանում եւ իրենց իրավունքները պաշտպանված են։ Եթե այս դաշտում մենք ունենք խնդիր, խնդրեմ, որևէ համայնքի հետ կապված, եկեք դա քննարկենք։ Ես դեմ չեմ, հակառակը ես ինքս կաջակցեմ այդ քննարկումներին, բայց երկրորդ լեզու դարձնելը կամ պետական լեզու դարձնելը, այստեղ դրանք պետք է հիմնավորված լինեն, հա։ Ես հասկանում եմ, որ դա ավելի քաղաքական գուցե ենթատեքստ ունի, քան մասնագիտական, ինչին ես հիմա հղում եմ տալիս, բայց ես կարծում եմ դրան պիտի մոտենալ ոչ թե հենց քաղաքական իմաստով, որովհետև քաղաքական իմաստով Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է եւ մենք կարծում եմ դեռևս խնդիր ունենք էլի այդ ուժի կողմից այդ լեզուն բավարար չափով սովորելու, կիրառելու եւ իրենը համարելու, որովհետեւ լեզուն նաեւ լեզվամտածողություն է, մշակույթ է եւ այլն, այսինքն հիմա ես այդ բաները լեկցիաները չկարդամ, թե ինչքան կարեւոր է լեզվի տիրապետել, այսինքն նախ քաղաքական իմաստով կասեմ, որ ես կուզեի, որ նախ իրենք առաջին հերթին իրենց մայրենի լեզուն, իհարկե եթե դա իրենց մայրենի լեզուն են համարում, հայոց լեզուն սերտեն, ավելի լավ իմանան, հետո նոր սկսեն մտածել, թե Հայաստանի Հանրապետությունում ինչ ուրեմն կարգավորումներ են անհրաժեշտ այլ լեզուների իմաստով։ Անցնենք առաջ Արշավի ընտրություններին հունիսի 7-ին արդեն նախագահը ստորագրել է հրամանագիրը, որով հունիսի 7-ին կանցկացվեն խորհրդանական հերթական ընտրությունները եւ քաղաքական դաշտը դիրքավորվում է, օրինակ Ռոբերտ Քոչյանը իր վերջին ասուլիսի ընթացքում ասաց, որ ինքը միակն է, որ կարող է երկրի դուրս բերել այս վիճակից, միաժամանակ նշեց, որ լայն կոնսոլիդացիաների հնարավորություն է տեսնում Հայաստանում, այս սա միակ դեպքն է, որ այդպես հնարավորություն կա։ Սերժ Սարգսյանը դրան հակառակ ասաց, որ նման հնարավորություն չի տեսնում։ Դուք ինչ կասեք, Տիկին Պատվարյան, ընդդիմությունը ինչ սցենարով կնա Գյումրիի, օրինակ
սցենար կօգտագործի կամ կփորձի օգտագործել, թե Էջմիածնում Գյումրիի դասերը ստացան եւ կհրաժարվեն այդ օրինակից։ Ես այնուամենայնիվ կարծում եմ, որ կօգտագործեն Գյումրիի սցենարը գուցե, ինչու, որովհետև մինչ այժմ գոնե չեն խոսել համագործակցության մասին եւ այլն, որոշ դեպքերում նաեւ նույնիսկ հակառակը, համենայն դեպս դաշնակցականները կարծեմ խոսում են անհրաժեշտության դեպքում, այսինքն խորհրդարանում բավարար ձայներ հավաքելու եւ շեմեր անցնելու պարագայում միավորվելու մասին, հա։ Դա հենց Գյումրիի սցենարն է ստեյության։ Այո, եւ հետեւաբար, քանի դեռ դա չի բացառվել, ես կարծում եմ, որ Գյումրիի սցենարը կլինի եւ նույնիսկ կշարունակեն շփոթության մեջ գցել մեր հանրությանը, թե իրենք իրար հետ կապ չունեն, որևէ ուժի չեն հարում եւ որևէ համագործակցություն չեն ուրեմն ակնկալում, բացի այդ նոր ստեղծված ուժերը եւս այդ մասին գուցե հայտարարություններ անեն, բայց ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին շատ լավ ճանաչում է բոլորին։ Հայաստանը շատ փոքր է, մենք գիտենք բոլորի գործունեության ոլորտը, ով որտեղից է գալիս, ուր է գնում, եւ այս իմաստով ես իհարկե ակնկալում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ողջախոհությունը, հետեւաբար պարզապես պիտի իրենք այսպես տեսնեն, թե ով որ թիմը ինչ է առաջարկում եւ ըստ այդմ ընտրություն կատարեն չմոռանալով այո Գյումրու սցենարը, որովհետեւ ուզում եմ հիշեցնել, որ հենց այնտեղ էր, որ երբ պարզապես բացառում էին համագործակցությունը իրար հետ եւ վերջում նույնիսկ այսպես շատ հայտնի իրար հանդեպ անձնական, ընտանեկան թշնամանք ունեցող անձինք պարզապես միավորվեցին, որպեսզի ավելի մեծ ձայներ հավաքած քաղաքացիական պայմանագիրը չստանձնի քաղաքի իշխանությունը։ Տիկին Պատրյան, օրինակ կան հիմա տեխնացիներ, որոնք բոլոր կողմերին մերժում են։ Օրինակ Արման Թաթոյանը ասում է, որ անգամ հորդորում է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը չարաշատվեն դուրս կան քաղաքականությունից, որը իր ասելով կնպաստի, որպեսզի երրորդ ուժերը կան իշխանության, ինչպիսին օրինակ ինքը իրեն է համարում։ Հիմա դուք կարծում եք, որ մարդիկ չեն հավատա Արման Թաթոյանի հորդորներին կամ դիրքավորմանը, որ ինքը երրորդ ուժ է հանդես գալիս որպես։ Ես չեմ կարող իհարկե այդպես վստահ ասել, բայց համոզված եմ, որ դա ուղղակի քաղաքական այսպես վատ չհնչի, բայց տրյուկ է։ Այսինքն, երբ մենք խոսում ենք այն մասին, որ չգիտեմ, մենք նոր ուժ ենք, թարմ ուժ ենք, կոչ ենք անում սրան նրան դուրս չգալ քաղաքական ասպարեզ, չպայքարել ուրեմն ձայների համար, իշխանության համար, վստահաբար սա պարզապես մեթոդ է, նորից եմ կրկնում, թե Արման Թաթոյանին, թե մյուսներին քաղաքացիները շատ լավ ճանաչում են, գիտեն իրենց գործունեությունը, եթե նույնիսկ չգիտեն, մեր օրերում դժվար չէ պատմությունը վերանայել, այսինքն ինտերնետի միջոցով գոնե Google անել պարզապես հիշելու համար, թե ով ինչ է աշխատել, ինչպես է աշխատել, ինչպիսի դիրքավորում է ունեցել եւ ինչ մոտեցումներ է ունեցել, որ իշխանության օրոք ինչ սկզբունքները, որքան է սկզբունքայնություն ցուցաբերել։ Ինչպես պետք է երրորդ ուժ ձևավորվի Հայաստանում, որ կամ կա արդյոք։ Ինչ նկատի ունենք երրորդ ուժ։ Նկատի ունեմ, որ ասոցացվող չլինի նախկին իշխանությունների եւ գործող իշխանության հետ։ Ես կարծում եմ, որ այստեղ շատ կարևոր է անկեղծությունը։ Քաղաքացին տեսնում է, թե ով է անկեղծ։ Եվ ես սա է պատճառը, որ անդադ ասում եմ, պիտի մարդիկ խոսեն, քաղաքական գործիչները, քաղաքական ուժերը շատ լավ է, որ խոսում են։ Ռոբերտ Քոչարյանը թող խոսի, որ հանկարծ մեր հիշողությունը չմարի, չբթանա։ Կարապետյանները թող խոսեն, որ մենք հասկանանք իրենք ինչպես են մտածում, ինչ կրթություն, ինչ դաստիարակություն ունեն, ինչ մոտեցում։ Ընդհանրապես բոլորը թող խոսեն։ Եթե խոսում է քաղաքական գործիչը, քաղաքացուն շատ բան պետք չէ նրան միանգամից հասկանալու ու ճանաչելու համար եւ ես վստահում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացու այդ ողջախոհությանը եւ իր այդ մարդուն ճանաչելու կարողությանը։ Այ ես անընդհատ լսում եմ այդ մարդ, որ հույսը տրվում է ժողովրդի ողջախոհությանը, իմաստնությանը, բայց հաճախ նաև հանդիպում եմ դեպքեր, երբ նույն այդ քաղաքացիները ասում են, որ դուք հանձնառություն ունեք, որպեսզի օրինակ, չգիտեմ, քաղաքական կամ իրավական քննադատական տակ նախորդ իշխանություններին, Սամվել Կարապետյանի թիմին օրինակ
չգրանցեք ընտրություններում եւ շատ են խոսում այդ թեմայի մասին, որ ահա Մոլդովայի սցենարով հատկապես Մարուկյանն է խոսում, որ հեսա չեն գրանցի եւ այլն, բայց հարցի բնույթն է, որ բավական է ժողովրդի վրա հույսը տնեք, իրավական գործիքները ունեք, մուշնել, չափուժնել ձեր ձեռքում է, չեզոքացրեք այդ մարդկանց ինչու պանտերում չեն, ինչու են կարողանում դեռ 2026 թվականին նորից առաջադրվել, ցես քննադատել եւ ժողովրդի վրա է հույսը, որ չեն գա հետ չեն կլորի Հայաստանը հին իրավիճակի։ Իհարկե, երբ ես ասում եմ քաղաքացին կճանաչի, կգիտակցի եւ իր ողջախոհությամբ ընտրությունը կկատարի, այո, խոսում եմ միայն ընտրությունների մասին։ Բնականաբար, այստեղ մենք երբ ասում ենք հույսը դնում ենք քաղաքացիների վրա, մյուս գործընթացներում պարտադիր չի, որ քաղաքացին անմիջական մասնակցություն ունենա, բայց ինքը պիտի ձայնը տա, որպեսզի մենք կարողանանք շարունակել բարեփոխումները, որպեսզի մենք կարողանանք շարունակել վերանայումները քաղաքականությունների, հա, նույն դատական համակարգի բարեփոխումները ժամանակ են պահանջում եւ մենք ի սկզբանե ուզում եմ հիշեցնել, որ այո, խոսել ենք պատշաճ, ուրեմն պատասխանատվության մասին, բայց մենք երբեք չենք խոսել վրեժի մասին, մենք երբեք չենք խոսել վենդետաների մասին եւ հազարակը խոսում են դիմությունը, որ հեսա կգանք փակ տարածություններում։ Այո, եւ նաեւ սա է մեր տարբերությունը։ Իսկ մենք չպիտի խոսենք վենդետաների մասին, որքան էլ որ այո, շատ հաճախ քաղաքացին դա պահանջում է մեզանից եւ նաեւ դա է պատճառը, որ մենք պողպատե մանդատի մասին ենք խոսում, հա, այսինքն պողպատյա, բայց մանդատի եւ ոչ թե այո, եւ ոչ թե զենքերի եւ այլ մեթոդների, հետեւաբար քաղաքացին պիտի գիտակցի այդ դժվարությունները, որոնք որ մենք ունեցել ենք, որովհետեւ ես երբեմն ասում եմ, որ մենք սկսել ենք զրոյից կառուցել պետություն եւ դա ուղիղ իմաստով, այսինքն սկսած ենթակառուցվածքներից, ինստիտուտներից, բոլոր ոլորտներում մենք լուրջ խնդիրներ ունենք եւ բոլոր ոլորտներում են, որ հա դու սկսում ես ինչ-որ վերանորոգումներ անել, ինչին որ ձեռքդ դիպչում է, պարզվում է, որ շատ ավելի մեծ խնդրեմ կա, քան դու նախապես պատկերացնում ես եւ այդպես էլ պետական համակարգն է։ Հետեւաբար մենք որոշ արդյունքներ մի ոլորտում ավելի քիչ ունենք, մի ոլորտում ավելի շատ, բայց հատկապես արդարադատության դատական համակարգում մեր բարեփոխումները պիտի շարունակենք։ Այս մասով ես կարծում եմ, որ նաև օրենքի ընդունումը ապօրինի գույքի բռնագանձման շատ կարևոր էր, բայց սա սկիզբն է եւ դրա շարունակության համար է, որ մենք պիտի նաև քվե խնդրենք մեր ընտրողներից։ Քանի որ բարեփոխումներից խոսեցիք, ավարտենք վերջին բարեփոխման առողջապահության համընդհանուր ապահովագրության անդրադառնալով Տիկին Պատոյան, այս իմաստով ինչ կասեք, հիմա ինչ իրավիճակ ունենք, արդյոք ռիսկ չկա, որ գումարները կսպառվեն, ընթացքում մարդիկ չեն հասցնի բուժօգնություններ եւ այլ ծառայություններ ստանալ ու քննադատություններ կա մի փոքր ընդդիմության կողմից, որ մի բան պետք է ասեն, ասում են, որ դե ժամանակ պետք պատվերը հիմա է ապահովագրություն անունն է փոխվել։ Այո, մենք սկսել ենք ապահովագրությունը այս տարվա հունվարից եւ փուլային պիտի լինի, այսինքն առաջին փուլում հիմնականում պետպատվերի շրջանակներում ծառայություններ ստացող անձինք են ընդգրկվել, բայց 27-28 թվականներին եւ մած աշխատողների այո, եւ 200,000 եւ ավել ստացող աշխատողները եւ ասեմ նաեւ անձինք, որոնք նույնիսկ պետպատվերում չկային, ոչ միայն, որ օրինակ 65+ տարիքի մեր քաղաքացիները պետպատվերի շրջանակներում կկարողանային օգտվել, եթե միայն ունեին օրինակ հաշմանդամության խումբ կամ նպաստի համակարգում էին ընդգրկված, բայց եթե այդ որևէ համակարգում չկային, իրենք չէին կարողանում ստանալ այսօր արդեն նույնիսկ միլիոնների հասնող առողջապահական ծառայություններ։ Հետևաբար սա միայն առաջին փուլն է։ Իհարկե դժվարություններ կան եւ պետք է լինեն, որովհետեւ համակարգը աշխատում է։ Մենք տասնյակ տարիներ տարբեր իշխանությունների ժամանակ քննարկել ենք այս համակարգի ներդրումը եւ երբևէ դրան չենք գնացել, տարբեր խնդիրներ։ Ինչու՞ն է պատճառը։ Որովհետև պատասխանատվության խնդիր կա այստեղ։ Քաղաքական պատասխանատվությունն է առաջին հերթին։ Մենք չենք վախենում ստանձնել այդ պատասխանատվությունը, առերեսվել խնդիրներին եւ ասել, որ կան խնդիրներ եւ այս խնդիրները պետք է լուծենք։ Մյուս կողմից կան նաեւ տարբեր կենտրոնների շահեր, հա, ես չեմ վարանի ասել օրինակ բիզնեսը, կառավարությունը եւ այլն։ Եվ քանի որ այստեղ էլ կոռուպցիոն սխեմաները թույլ չեն տվել իմ կարծիքով, որովհետեւ այդ շահերը պիտի համընկնեին։ Իսկ շահերը այնքան շատ են եւ այնքան բազմակողմանի են դերակատարները, որ դժվար է այնպես անել, որ
իրենց իմաստով, իրենց հասկանալի տարբերակով դրանք համընկնեն։ Հետևաբար սրա համար այո քաղաքական կամք է պետք, որը մենք ցուցաբերել ենք, իսկ խնդիրների լուծման ուղղությամբ մենք աստիճանաբար կգնանք։ Քանի որ մասնավորի շահից խոսեցիք, հիմա ռիսկ չունենք, որ ապավագրական ընկերությունները կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել, որը մեր համար նախնդիր, որովհետև նրանք նաև տնտեսության մասնակից են ու հարկվճարողներ են եւ փոքր հարկվճարողներ չեն, ու արդյոք այս իմաստով իրենց հարցը ինչ է լինելու։ Ամբողջությամբ հակառակն է, որովհետև երբ մենք դաշտը բացում ենք ծառայությունների համար, սա նշանակում է, որ ավելանալու է ծառայություններ մատուցողների թիվը, որովհետև ավելանում է նաև ծառայությունները, ավելանում է ֆինանսավորումը, այդ ֆինանսավորումը պետական, հա, նաև ֆինանսավորումը լինում է շատ ավելի արդեն երկարաժամկետ, ավելի կայուն։ Արդեն նաև նախարարի հետ հանդիպման ժամանակ նշվեց, որ նախարարը նշեց, որ նույն դեղերի ներմուծման նույնիսկ շուկան ընդլայնվել է, բավականին մեծ ներդրումներ են արվել, որովհետև տնտեսվարողները արդեն հստակ գիտեն, թե ինչի հետ գործ ունեն, ինչ պահանջարկ պիտի լինի եւ ինչ շուկա կա իրենց ուրեմն ծառայությունները մատուցելու համար։ Եվ մյուս կողմից էլ նաև այստեղ մասնավորները լրացուցիչ ծառայություններ արդեն կարող են առաջարկել մեր քաղաքացիներին, որովհետև ապավագրական ընկերությունների նկատի ունեք։ Այո, որովհետև բազային ծառայությունները մատուցում են արդեն պետական ապավագրական ընկերությունների։ Այո, կողմից հետևաբար հակառակն է, այսինքն այստեղ մենք դաշտ ենք բացում մասնավորի, որը թե տեղերի շուկան է, թե առողջապահական ծառայություններ մատուցող կազմակերպություններն են եւ թե ապահովագրականները։ Շնորհակալ եմ Տիկին Փաթոյան։ Ես եմ շնորհակալ։ CVKM-ի եթերում զրուցեցին քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Զարոյի Պաթոյանի հետ, իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, լայք դրեք այս տեսանյութին եւ տարածեք այն։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։